Եվ անկարծ ասեցին Ազնավուրը եկավ, հայտարարիր։ Հիմա այս դուրս եմ եկել բեմ, այն երեխայի պես ոտքերս դողում է։ Ես Ազնավուրին հիմա բեմից պետք է հայտարարեմ։ Հայտարարեցի ու ինքը նույնիսկ այդ իր բաճկոն էլ չէր, կիսա բաճկոն էր ինչ-որ մորթիով, նույնիսկ դա չէր հանել իր վրայից այդ պահին։ Օթանավից մի անգամից եկել էր մարզամերգային համալիր ու տենց դուրս եկավ բեմ, այդտեղ բեմում նոր հանեց այդ ամենը։ Եվ լավ հիշում եմ, ինքը կանգնեց եւ հայտարարեց, ասեց դուք սպասում եք, որ ես հիմա պետք է երգեմ, ես չեմ երգի, ասեց։ Ես չեմ երգի Հայաստանում այնքան, մինչև չվերականգնվի աղետի գոտին։ Այս ինչ վիճակ է մեր քաղաքի վիճակը։ Այս ուր հասցրեցին, ջունգլիներ, քարե ջունգլիներ է դարձել քաղաքը։ Ես միշտ արցուկները աչքերից հիշում եմ մեր հյուսիսային պողոտան։ Ախր կարելի էր չէ այդ ամեն ինչը պարզապես վերականգնել, հին Երևան կենտրոնի սրտում անել, քաղաքի սրտում, չէ, ոնց կարելի էր։ Ագահությունը սպանեց այդ ամեն ինչը։ Պարզվում է, որ իրենց մոտ օրենք գոյություն ուներ Մոնղոլիայում, որ եթե այլ երկրում դու ավարտում ես կարմիր դիպլոմով, դու իրավունք ունես 3 տեղ աշխատելու։ Եվ Չամինը ինչ է կարծում, ով դարձավ, նա դարձավ Մոնղոլիայի մշակույթի նախարարը այնտեղ, նա դարձավ առաջին դերասանուհին թատրոնում, որը խաղում էր Զուգահեռնաև թատրոնում եւ դասավանդում էր իրենց ինստիտուտում միջև հիմա էլ նախարար չի արդեն, բայց դասավանդում է եւ խաղում է։ Պարոն Քոչարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեզ հյուր եք եկել։ Ինչպես եք։ Շնորհակալ եմ։ Լավ, փառք Աստծո։ Պարոն Քոչարյան, ընդհանուր եթե նայենք դաշտին, չգիտեմ, դուք ասացիք, որ թերևս քիչ եք հետևում այդ ամենին, բայց ինչ կարելի է անել, որ հեռուստատեսությունը այսօր մարդիկ շատ դիտեն, որովհետև համացանցը կարծես գրավել է ամբողջ մարդկանց դաշտը։ Համամիտ եմ ձեզ հետ, բայց այսպիսի մի բան կա, ես կարծում եմ այդտեղ ոչ մի բան չես կարող անել, քանի որ ես անձամբ լինելով նույնիսկ հեռուստատեսության աշխատող երկար տարիների շատ հաճախ, ասենք, իմ ուզած հաղորդումը համացանցով եմ դիտում, քանի որ արդեն մի քիչ ժամանակի հարց է, ժամանակը արագ է ընթանում եւ մարդիկ չեն հասցնում նստեն հեռուստացույցը, տատիկ պապիկները նստում են, ասենք, մեր պապիկը լուսահոգի 24 ժամ միացրած էր հեռուստացույցը իր առջև եւ դա է կարծում եմ պատճառը, ժամանակի պակասությունը մարդկանց մոտ ավելի վազքի մեջ է այսօր կյանքը գնում եւ դրա համար չենք հասցնում։ Իսկ այն հաղորդումները, որոնք իրոք հետաքրքրում է, համացանցով կարելի է նայել, վաստորեն համացանցը եկել է օգնության հեռուստատեսությանը։ Իսկ հնարավոր է այլևս ժամանակի ընթացքում չլինի հեռուստատեսությունը այդպեսի կանխատեսել, չէ։ Դա հնարավոր չէ։ Հեռուստատեսությունը, ինչպես հայտնի ֆիլմում են ասում, եղել է կա եւ կլինի։ Մոսկվան արցունքներին չի հավատում ֆիլմում դերի հերոսը։ Հեռուստատեսությունը այն մշակույթն է, այն գործիքն է, ես կասեի լրատվության մեջ, առանց որի անհնար է պատկերացնել կյանքը։ Փոխվում է իհարկե, մոտեցումները փոխվում են, բայց ինքը հեռուստատեսությունը կմնա։ Մեկ այլ կերպով զարգացած իհարկե համոզված եմ էլի շատ զարգացումներ կունենա հեռուստատեսությունը, բայց ինքը որպես հեռուստատեսություն կմնա։ Մարդկանց իրոք անհրաժեշտ է այն։ Իսկ վերադառնալով հաղորդավարին, այսպեսի մի հարց ունեմ, միայն օրինակ խոսքի վարպետությունը եւ լավ ձայնը բավական են։ Ոչ։ Հաղորդում վարելու համար։ Ոչ։ Ինչ է անհրաժեշտ։ Ամենակարևորը ինտելեկտն է։ Ինտելեկտը բանիմացությունը, որ մարդ պետք է, եթե կադրում դու երևում ես, դու պարտավոր ես նախ իմանալ ինչի մասին ես կարդում, ինչի մասին ես վարում հաղորդումը, դա պարտադիր է։ Բացի դրանից, երբ որ ես այն տարիներին ինձ ուղարկեցին Մոսկվա վերապատրաստման, Աստան կինո, կար մի հաղորդավար, միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներ լավ կհիշեն, նա համարվում էր Խորհրդային Միության համար 1 հաղորդավարը Իգոր Լեոնիդովիչ Կիրիլով, եւ ինքը մեզ դասավանդում էր։ Եվ ինքը մեզ ասաց, որ երբ որ դուք ներկայացնում եք տեքստը, կարդում եք տեքստը, մանավանդ ինֆորմացիոն տեքստը, պետք է լինի երկու շրջանակ, այսինքն առաջին շրջանակը դա նեղային ինֆորմացիան է, որը որ դուք ներկայացնում եք
դուք պարտավոր եք իհարկե տեղյակ լինել, բայց դրա կողքին կա նաև լայն ավելի շրջանակ, որը ավելի կենթանացնում է ձեր խոսքը նրա մասին, այսինքն ասոցիատիվ ինչ-որ զուգահեռներ է ստանում եւ հետաքրքիր մի օրինակ բերեց, ասեց, օրինակ ասեց հայկական կոնյակը երբ խմում ես, ինչով կարող ես այն վայելել Հա, չէ, ներողություն, այդպես չէր, ասած, եթե կարդում եք ինֆորմացիա, որ ասենք Հունաստանում հավաքել են այսքան տոննա կիտրոն, ինչի հետ կարող եք զուգահեռ տանել, բոլորը զարմացած նայեցին, ասած, ինքը նայեց իմ դեմքին, ասած, հայկական կոնյակի, այսինքն դա փոքր եւ մեծ արդեն շրջանակն է, դու արդեն այդտեղ եւ մեկի մասին ինֆորմացիա պետք է ունենաս եւ լայն շրջանակի մասին Եթե գիտելիքներ չլինեն, կենթանություն չի լինի կադրում։ Աչքերը դա ամենամեծ ռենտգենն է մարդու համար, այս սառը ոսպնյակի մեջ երբ որ նայում ես, աչքերից արդեն երևում է դու գիտես այդ նյութին ծանոթ ես, թե պարզապես կարդում ես։ Այնքան մարդ կա, որ սուֆլերով կարդում է եւ նայում ես եւ հասկանում ես։ Հա, սովորական մարդիկ միգուցե եւ չեն հասկանում, բայց ավելի մասնագիտականները մարդիկ կան, որ մեծ հաղորդումներ են վարում սուֆլորով եւ զարմացած ասում են, «Վայ, այս ինչ լավ հաղորդավար է», բան ասում եմ, մի հատ գնացեք ստուդիայում ներկա եղեք, տեսեք թե ոնց է դա այդ ամենը։ Ուրիշի տեքստ կարդալով չես կարա։ Հա, մենք էլ էինք ուրիշի տեքստեր կարդում հաղորդավարական շրջանում, այն ժամանակ ուրիշ էր։ Ասենք հաղորդման էինք անցում, տալիս էին տեքստը, բայց մենք այն ժամանակ շատ երկար էինք աշխատում այդ տեքստի վրա։ Ամբողջ տեքստը թանակի մեջ էր, այսինքն գրիչով նստած շեշտադրությունները դնում էինք, ստորակետները ավելացնում էինք, պաուզաները դնում էինք։ Չէ, ամեն։ Հա, իհարկե։ Չէ, հաղորդումներ կար հետագայում որ տեսագրվում էր իհարկե, բայց ամենայն դեպս ուղիղ եթերում էինք, ես միշտ հիշում եմ իմ առաջին, ինչպես ասում են, տապալումը եթերում դա Տիտանիկի կործանումը ֆիլմը պետք է ներկայացնեի, մեր Նարաշ Լեփչյանն էր ներկայացնում հանդիպում հաղորդումներ այն ժամանակ շատ պոպուլյար հաղորդում էր եւ ինչ որ վատառողջ եղել չի կարողացել գրել, որովհետեւ ծրագրի աշխատող էր եւ ինձ հանձնարարեցին որպեսզի նոր եկած հաղորդավար, որը եկել է ռուսական թատրոնից, որը ունի ռուսական կրթություն դպրոցի թատերականը ճիշտ է հայկական է ավարտել, բայց ավելի ռուսախոս է եւ այդ հանձնարարեցին որպեսզի ես կարդամ Ինձ համար դա ահավոր էր, որովհետև դա այդ հաղորդումը նայում էր ամբողջ հանրապետությունը։ Եվ ինձ տվեցին էջուկես տեքստը այդ Տիտանիկի մասին, որը նման էր Խաչբարի։ Ամբողջը թանակի մեջ էր, կար որ այսպես կողքից էր ավելացրած, պետք է սենց կարդայի, սենց կարդալու ժամանակ չկար։ Նախապես մոտ մի 10 րոպե կար ժամանակ, բայց դա ինձ համար շատ քիչ էր։ Եվ ես տապալվեցի եթերում, շատ վատ կարդացի, ես հիշում եմ։ Որից հետո ես մոտավորապես մի շաբաթ ամաչում էի փողոց դուրս գալ, որովհետև մտածում էի, որ բոլորը ինձ մատնացույց են անելու։ Այ դա պատասխանատվություն էր։ Դա էր պատասխանատվությունը, եթերային դեմքի պատասխանատվությունը հեռուստադիտողի առջև, որը այսօր չկա ցավոք սրտի ոչ մի հեռուստաընկերությունում։ Իսկապես դուք հետաքրքիր բան ասացիք, այ ես թատրոնում էլ նկատել եմ, երբ դերասանը դուրս է գալիս եւ ուղղակի ասում է անգիր արած տեքստերը եւ չկա այդ ինտելեկտը իր աչքերում, դա միանգամից գազում է։ Գիտակցությունը եւ ինտելեկտը այդ պարագայում էլ միանգամից նկատելի են։ Իհարկե։ Եվ դա չի կպնում քո հոգուն, կարծես։ Իհարկե։ Դրանում է հենց խնդիրը։ Դեպի թատրոնում ժամանակը ավելի շատ է դերին պատրաստվելու, ես ասեմ, ես ինքս թատրոնում աշխատել եմ մոտ 7 տարի ռուսական թատրոնում եւ նույնը թատերական ինստիտուտում 4 տարի էլ զուգահեռ աշխատանքի հետ եղել եմ։ Ես երբեք ասենք դերը անգիր չեմ արել։ Ինձ մոտ պետք է նստեր դերը, երբ որ պատրաստվում է, այսինքն այն շրջանում, որ մենք սեղանի շուրջ կարդում էինք, պարզապես այդ շրջանը երևի թե ամենածանր շրջանն էր, որովհետև այդ ժամանակ ոչինչ քեզ չի տալի, այնքան որ դու ծանոթանում ես քո գործընկերոջ հետ, որ դերասանը որ քեզ հետ խաղալու է տեքստի հետ, պիեսի հետ եւ այլն ռեժիսորական մոտեցումների, բայց արժեր միայն դուրս գալ, արդեն նույնիսկ բեմել չէ, փորձասենյակի այդ հրապարակը, փոքր իմպրովիզացիոն բեմը եւ վերցնել ձեռքդ որևէ ռեկվիզիտ, ասենք գլխարկն է կամ չգիտեմ ինչ որ փայտիկն է ձեռքիդ նայած, ինչ կերպար ես խաղում, իսկույն սկսում էր անկախ քեզանից տեքստը նստել քեզ մեջ։ Նստում էր տեքստը եւ ես հասկանում եի, որ ես անգիր չեմ արել այս տեքստը պարզապես ես վերապրել եմ այդ ամենը եւ արդեն կերպարը իմն է, ես այդ կերպարի մեջ եմ։
Ինչ էլի այսօր չկա, ասեմ, թատրոններում է շատ հաճախ կարելի է տեսնել այդ ձեր ներկայացումներին ինչ են բեմադրվում եւ կան բաներ, որոնք քիչ եմ ցավոք սրտի ժամանակը թույլ չի տալիս, հա, բայց ընդհանրապես հա, այցելում եմ մանավանդ մեր ռուսական թատրոնը, քանի որ իմ հարազատ թատրոնն է, միշտ հրավիրում են ինձ պրեմիերաներին գնում եմ։ Մյուս թատրոններում եթե ժամանակ լինում է, մեծ հաճույքով գնում եմ։ Այս տարի արտավազդը փաստորեն ցավոք սրտի չեմ կարողանա գնալ, որովհետև կապանում է տեղի ունենալու ժամանակ չունեմ։ Այդ օրը էլի միջոցառման եմ հրավիրված Էվինա Մակարյանի հիշատակին նվիրված, այնպես որ այս տարի բաց կթողնեմ։ Երբ նայում եմ հայտնի ռեժիսորների կամ դերասանների կենսագրությունը, այնտեղ անպայման իրենց կյանքում կամ մի ֆիլմ կամ մի ներկայացում, որ իրենց ստիպել է այդ ուղին բռնել։ Օրինակ ձեր կյանքում կա այդպիսի ֆիլմ կամ ներկայացում, որ նայելով դուք միանգամից միացավ դա ձեր մեջ, որ ես էլ պետք է այդ ուղով գնամ։ Ուրեմն այդ ուղով ես գնացել եմ վարակվելով իմ տատիկից եւ իմ հորեղբորից։ Տատիկս եղել է իմ հարազատ դպրոցի, Պուշկինյան դպրոցի հիմնադիրներից մեկը, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, որը նվիրված է եղել արվեստին, մշակույթին ընդհանրապես։ Եվ գիրքը ձեր մեկը կարծեմ իրեն եք նվիրել, թե իր մասին։ Այո, կոչվում է Բարություն։ Եվ իր 101-ի ժամանակ պատրաստեցինք այդ գիրքը։ Եվ ինքը բեմադրել է շատ ներկայացումներ է բեմադրել հենց դպրոցական բեմում, հրաշալի բեմ կար այն ժամանակ դպրոցում, թատերական իսկական բեմ էր լուսարձակներով, վարակույրով, ամեն ինչով, ու բեմադրել է այնպիսի գործեր, ինչպեսի ասենք գիքորներ, ինչպեսին երիտասարդ գվարդիաներ, Բաղջիսարյան շատրվանը, մի խոսքով բարդ բավական գործեր է բեմադրել, որում իրեն շատ օգնում էին այն ժամանակ դպրոցի ծնող հանդիսացող իսկ նախկինում էլ շրջանավարտ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, որը իր աշակերտներից է ժամանակին եղել, Տաթևիկ Սազանդարյանը, ով իհարկե դպրոցում չի սովորել, բայց սովորել են նրա երեխաները այդտեղ։ Մի խոսքով նման դեմքեր աջակցում էին, օգնում էին դպրոցում, եւ նրա կողքին էր նաեւ իր կրտսեր որդին, հորեղբայրս Ալեքսանդր Քոչարյանը, ով հետագայում դարձավ Թատերական ինստիտուտի մեր պրոռեկտորը, այսինքն ամբնի վարիչից, դեկանից հասավ մինչև պրոռեկտոր Թատերական ինստիտուտի, ով ավարտել է այնպեսի հզոր մի կուրս, որտեղ սովորել են Արմեն Ջիգարխանյանը, որտեղ սովորել է Ղազանչյանը, Գալյանովենցը եւ շատ ճանաչված մեր արվեստագետներ սովորել են այդ կուրսում, Արմեն Գուլակյանի կուրսն է եղել։ Եվ այդ վիրուսը իրենցից ես վերցրեցի, իրենցից վարակվեցի իհարկե, իմ առաջին տեսած նման ներկայացումները եղել են ստատիկից բեմադրությունները դպրոցում, երեխա ժամանակ, այն ժամանակ 5-6 տարեկան է երևի գնում էի նայում էի այդ ներկայացումները։ Այդտեղից սկսվեց, ինչը իհարկե խոչընդոտներ հանդիսացավ իմ հորեղբոր կողմից, որը թույլ չէր տալիս, որ գնամ թատերական, ցանկություն չուներ, որպեսզի ես այդ բնակավարում աշխատեմ, ասում էր ես ընկել եմ, չեմ ուզում որ դու էլ ընկնես այդ բնակավարը, բայց ամեն դեպքում էլի տատիկի շնորհիվ ինքը համոզեց հորեղբորս, համոզեց իր տղային, որպեսզի թույլ տա որ ես գնամ, այն ժամանակ ինքը դեկան էր եւ ես ասացի ուրեմն ես մի խնդրանք ունեմ քեզ, Ալիկ է իրեն ասում, ասի Ալիկ ջան, ես մի խնդրանք ունեմ քեզ, որ երբ որ ես քննություններ հանձնեմ, խնդրում եմ դու թատերականում չերևաս ընդհանրապես ինստիտուտում։ Ասես, բայց ես դեկանն եմ, ասում, գիտեմ, բայց իմ հանձնելու ժամանակ չերևաս, որովհետև ես չեմ ուզում, որ իմանան, որ ես քո եղբոր որդին եմ։ Ես կգնամ իմ ուժերով կհանձնեմ։ Ճիշտ է, մինչ այդ ինքը տարավ մեր ապագա կուրսի ղեկավարի մոտ, Արտաշես Գրիգորիչի մոտ Հովսեփյան, ասեց Արտաշես Գրիգորիչ, մի հատ լսի ստուգիր, ունի տվյալներ, ես դեմ չեմ, չունի տվյալներ, ես կատեգորիկ արգելում եմ իրան, որ ընդհանրապես գա քննության, ստուգեց Արտաշես Գրիգորիչը, ասեց ունի տվյալներ, կարելի է, անպայման թող գա։ Ուտեց գնացի ընդունվեցի 3 հատ 5 ստանալով, մի հատ 4 ստանալով քննություններին։ Մեր կուրսը բավական հետաքրքիր կուրս էր իհարկե այն ժամանակ, կուրսում սովորում էր Նարեկը Դուրյան մեզ հետ, մեր կուրսում Սամվելներ Բաղինյան սովորում, այսօր էլի վաստակավոր արտիստ, եւ մի հետաքրքիր անձնավորություն էլ կար, ուրեմն Չամին Չոլուն Լուֆսանգոմբին Մոնղոլիայից։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր էր եւ իրեն մեր հայոց լեզվի դասատուն ասում էր Չաման։ Չամանով էր դիմում։ Եվ վերջում էլի Չամենի շնորհիվ խաղացինք
ռուսերեն, քանի որ ճիշտ բավական լավ հայերեն էր սկսել խոսել այդ 4 տարվա ընթացքում, նույնիսկ քննություն էր հանձնում հայերենից, եւ խաղացինք Չեխովի առաջարկություն Վոդևիլը, ընդ որում խաղացինք երկու լեզվով, Չամենի եւ ռուսական թատրոնի մեր դերասաններից մեկը, իմ լավ ընկերներից մեկը Սլավիկը Շամիրյան, ինքը եկավ որպես օգնություն 3 հոգու պիեսեր, խաղացինք ռուսերեն, որից հետո փոխվեց կազմը բացի ինձանից, ես Չուբուկով էի խաղում հայրիկի դերը, հայերեն տարբերակում նույնպես Չուբուկով խաղացին, այնտեղ արդեն Սամվելը Բաղինյան միացավ, մեր աղջիկներից մեկը միացավ, մի խոսքով Ալան Վարժապետյան եւ ստացվեց այնպես, որ նույն պիեսը մեր դիպլոմային աշխատանքը ես խաղացի 2 լեզվով։ Իսկ ինչ վերաբերում է նույն Չամենին, պարզվում է, որ իրենց մոտ օրենք գոյություն ուներ Մոնղոլիայում, որ եթե այլ երկրում դու ավարտում ես կարմիր դիպլոմով, դու իրավունք ունես 3 տեղ աշխատելու։ Եվ Չամենը ինչ է կարծում, ով դարձավ, նա դարձավ Մոնղոլիայի մշակույթի նախարարը այնտեղ, նա դարձավ առաջին դերասանուհին թատրոնում, որը խաղում էր զուգահեռ թատրոնում եւ դասավանդում էր իրենց ինստիտուտում միջև հիմա էլ նախարար չի արդեն, բայց դասավանդում է եւ խաղում է։ Այդ դու կանոնները եկիչ առաջ թվարկում, ես մտովի տեղափոխվեցի էլի մեր ժամանակներ, ինչպես է որ այն ժամանակ ինձ անհատները ավելի շատ էին, կարծես անհատների ժամանակ լիներ, այսօր կարծես այդ անհատականությունները, վառ անհատականությունները պակասել են, դա ժամանակի խնդիր է, թե ինչի հետ է կապված։ Համամիտ եմ ձեզ հետ, ես էլ եմ շատ ինձ այդ հարցը տվել, որ ինչու այսօր չեն ծնվում Խորեն Աբրահամյաններ, ինչու այսօր չեն ծնվում Հրաչյաններ, Փափազյաններ, Սոս Սարգսյաններ, Մայր Մկրտչյաններ, չեմ կարողացել ճիշտ ասած այդ հարցի պատասխանը գտնել, բայց ինչ որտեղ ես մտածում եմ այսպիսի մի բան։ Այն ժամանակ խորհրդային տարիներին պետական մոտեցում կար նման մարդկանց, այսինքն մարդկանց աջակցում էին, մարդկանց կողքին կանգնած էին այն ժամանակ ամեն ինչով եւ այդ դերասանները ունեին վարպետներ առաջին հերթին, ովքեր իրենց դասավանդել են ու աշխատել են մարդը ոնց կարող է վատը լինել, ենթադրենք, եթե ինքը, ասենք, սովորել է Արմեն Գոլակյանի կամ ասենք Վարդան Աճեմյանի կուրսում եւ հետագայում ասենք աշխատել է Մայր թատրոնում, էլի Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Նույնիսկ ամենայն դերասանը, ովքեր որ նոր էր գալիս, կանգնելով Վարդան Աճեմյանի կողքը արդեն ճանաչում էր ձեռք բերում այն ժամանակ։ Այո, իհարկե դպրոցը շատ կարևոր է։ Հիմա չկա այդ դպրոցը ցավոք սրտի։ Հիմա դասավանդում են այն մարդիկ, ասենք, ովքեր որ մյուս սերունդի մոտ են սովորել, էլի վատ սերունդ չէր, ասենք, թե ովքեր դասավանդել են իրենց նույն թատերականում, բայց տվյալ պարագայում վերջին այս 30 քանի տարվա ընթացքում, երբ որ Հայաստանը անկախացավ, չի եղել պետական մոտեցում ընդհանրապես արվեստին, մշակույթին, չի եղել։ Այդ դա է ամենամեծ դժբախտությունը։ Իմ լավ ընկերներից մեկը, որ երկար տարիներ աշխատել է Հայ-Ամերիկում, որպես տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրենի տեղակալ ու պրոդյուսերը, համերգներ է կազմակերպել, մի շարք միշտ միասին աշխատել ենք, խոսքս Արմեն Մանուկյանի մասին է, մի լավ արտահայտություն ուներ, նույնիսկ հարցազրույցի իր այդպես էր վերնագրած, որ մշակույթը պետք չէ ղեկավարել, մշակույթը պետք է կազմակերպել։ Այդ դա է մշակույթի նախարարի պարտականությունը, ես կարծում եմ, որը չի եղել, ասում եմ, վերջին այս տարիների ընթացքում։ Բոլորը որոշել են ղեկավարել։ Տարվա բացը որ ոլորտներում է նկատելի եւ ինչպես է նկատելի։ Դե գիտեք, ես կարծում եմ, որ գրեթե բոլոր ոլորտներում էլ նկատելի է։ Նույն ճարտարապետության ոլորտում, այս ինչ վիճակ է մեր քաղաքի վիճակը։ Այս ուր հասցրեցին, ջունգլիներ, քարե ջունգլիներ է դարձել քաղաքը։ Ես միշտ արցուկները աչքերից հիշում եմ մեր հյուսիսային պողոտան։ Ախր կարելի էր չէ այդ ամեն ինչը պարզապես վերականգնել, հին Երևան կենտրոնի սրտում անել, քաղաքի սրտում, չէ, ոնց կարելի էր, ագահությունը սպանեց այդ ամեն ինչը, մարդկանց ճակատագրերի հետ խաղացին, ինչքան մարդ մահացավ նույնիսկ, ինֆարկտ ստացավ այդ շրջանին, որ հարկադիրը գալիս էր եւ խուլիգանավարի հանում էր այնտեղից տներից, նոր ես նայում էի մի տեսանյութ սարսափում էի, հիվանդ մարդուն ոնց էին քաշքշում հանում, դուրս արի ստեղից շուտ արա, քանդում են քոտունը, որ երեխան կանգնած փլատակների վրա ասում է, այստեղ իմ տունն է եղել, նկարահանած կար համացանցում տեսա, գիտեք ինչ սարսափելի է այդ ամենը,
Ես շատ եմ սիրում մեր քաղաքը Երևանը, ես ինձ համարում եմ երևանցի օնուցուծով եւ նվիրված եմ այս քաղաքին, բայց երբ որ նման բաներ տեսնում եմ, ես սարսափում եմ։ Հիմա շարունակություն գնում ես Թբիլիսի, լացդ գալիս է նայում ես, տեսնում ես Հավլաբարը, հին Թիֆլիսը, պահպանված ամեն ինչը, ոնց կարելի է վերացնել այս ամեն ինչը։ Անցնում եմ այն օրը Բյուզանդի փողոցով, տեսնում քարուքանդ շենքը կանգնած է, շենքի վրա Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը մնացել է միջև մտուն, որտեղ ապրել է այդ հզոր կինոռեժիսորը։ Չկա, Երևան չկա հիմա։ Հիմա չկա մի բակ, որտեղ որ ուզենաս տեսահոլովակ նկարել հին Երևանի մասին, ասենք Ջան Երևան երգը կամ չէ։ Ես մի անգամ այն տարիներին էր, երևի թե 90-ականներն էր, դպրոցում պետք է նկարեինք Երևանի սիրուն աղջիկ երգը, եւ որոշեցի ասի մի հատ հին բակ նկարեմ։ Դուք պատկերացրեք նույնիսկ այդ ժամանակ 90-ականներին ես 3 հատ բակի դետալներ եմ գտել, ոչ թե բակեր, որ մի հատված այս դետալի վրա եմ նկարել, մի հատված այս դետալի վրա, որպեսզի մի ամբողջական տեսք ստանամ բակի։ Արդեն այդ ժամանակ չկար, այդ հենց Հյուսիսայինի տեղի բակերն էին մնացած։ Եվ կրթությունը, նույն կրթության մասին եմ ուզում ասեմ, կրթությունն էլ կործանվեց։ Այդ Բալոնյան համակարգը ուր բերեցին մտցրեցին այս երկիրը։ Ախր կործանեց այդ Բալոնյան համակարգը մեր երեխաների կրթությունը։ Այսօր երեխաները նորմալ կրթություն չեն ստանում, ես ինքս դպրոցում աշխատում եմ, ես ինքս տեսնում եմ, որ այն ծրագրերը, որոնք որ ներկայացված են եւ պարտադրված են արդեն տարիներ շարունակ, այդ ծրագրերը հանցագործություն է պարզապես երեխաների համար։ Այն խորհրդային համակարգի ծրագիրը, որով սովորում էին, դա էր իսկական կրթական ծրագիրը, ինչով մենք սովորել ենք։ Գիրք էինք առնում, մենք մտնում էինք գիրք էինք գրախանութից առնում, այսօր գիրք համարյա թե չեն առնում, շատ քիչերը կան, որ գիրք են։ Հայտնի բեսթսելերները, որոնք այնքան են գովազդվել, որ նույնիսկ մոդայիկ է ինչ-որտեղ առնել եւ ծանոթանալ դրանց։ Ես մի օրինակ բերեմ, մի անգամ պատմել եմ այս մասին, որ երբ որ 73 թվին Արարատը խաղում էր, Կուբոկի խաղը, Գավաթի խաղը, այն ժամանակ ուրեմն դպրոցում ունենք պատմության ուսուցիչ Եվգենի Գեորգիեվիչ Գևարգիզով, ինքը մեծ ֆուտբոլասեր էր եւ այդ օրը եկավ ասեց, այսօր ասեց դաշ չի լինելու, այսօր մենք խոսելու ենք ֆուտբոլի մասին, հենց այդ հոկտեմբերի 10-ին էր այդ օրը 73 թվականին։ Ու սկսեցինք քննարկել խաղը, ինչպեսին կլինի, որ վերջում ասեց, հիմա ասեց վերցրեք թուղթ ու գրիչ, յուրաքանչյուրը գրեք ձեր հաշիվը ոնց կավարտվի խաղը, ձեր անուն ազգանունը գրեք, դրեք իմ սեղանին յուրաքանչյուրը 10 կոպեկ եւ դրեք ձեր այդ կանխագուշակումը։ Դրեցինք ու հաղթողներից մեկը ես դուրս եկա, 2-1 գրել էի, հիշում եմ, եւ այդ գումարը, որը որ կիսվեց հաղթողների մեջ, ես գնացի գիրք առա այդ գումարով։ Եվ լավ հիշում եմ Տուրգենևի հայրեր եւ որդիներ գիրքը առա ու գրքի վրա էլ մակագրած է միջև հիմա թե ինչ գումարով եմ ես գնել այդ գիրքը այդպեսի մոտեցում կար հիմա չկա ցավոք սրտի այդ մոտեցումը ես նկատել եմ որ խնդիրը նաեւ նրանում իրենք չեն գիտակցում թե դա ինչ բաց է գիրք չկարդալը եւ ինչեր է ավելացնում գիրք կարդալը բոլոր մասնագետների համար այստեղ ոլորտն էլ ըստ էության կարեւոր չի լինի նա նկարիչ չգիտեմ քանդակագործ Ես հիմա որ գնում եմ ներկայացում նայելու, ինձ հրավիրում են ներկայացման, ես գտնում եմ, հիմա եթե գրադարանը չեմ կարողանում գտնել, ստիպված համացանցից եմ գտնում այդ պիեսը լինի կամ ստեղծագործությունը լինի եւ մինչեւ ներկայացումը նայելը պարտադիր պետք է կարդամ նոր գնամ։ Նույնիսկ ծանոթ ստեղծագործությունը։ Ռոմեո Ջուլիետի պես ստեղծագործությունը, որը համարյա անգիր գիտենք, ռուսական թատրոնում Կարեն Ներսիսյան հրավիրել էր պրեմիերային, ասի մի հատ նորից պետք է կարդամ նոր գնամ։ Դա շատ կարևոր է։ Այ Երևանից եմ ուզում էլի խոսենք, մի անգամ նշեցիք, որ շատ եք ուզում, որ 60-70-ականների Երևանը նորից ինչ որտեղ ոչ թե վերականգնի, այլ շունչը լինի գոնե։ Քաղաքը կարծես կենթանի օրգանիզմ լինի, ինքը անդադ փոփոխվում է, չէ՞, ինչ որ նոր հոսքեր են լինում, անդադ դեպի քաղաք, ինքը ընդլայնվում է։ Եվ ըստ էության այդ քաղաքային միջավայրում նաև մարդիկ են ձևավորվում, այդ միջավայրը ձևավորում է մարդկանց։ Այս միջավայրում այսօրվա Երևանի միջավայրում ինչ մարդիկ կարող են ձևավորվել, եւ մի քիչ պատմեք այդ 70-ականների Երևանից։ Եկեք այսօրվա միջավայրի մարդած մասին չխոսենք, ավելի հաճելի է այն Երևանի մասին խոսել։ Դե այսօրվա
Այսօրվա Երևանի միջավայրում էլ ցանկացող ով ցանկանում է Երևանցի լինել, ամեն դեպքում կլինի Երևանցի։ Վառ օրինակ բերեմ, օրինակ բոլորովին վերջերս էր, երբ որ Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպեցինք մեր Երևան փողային նվագախմբի 60-ամյակը, նվագախումբ, որը փառահեղ ճանապարհ է անցել, որը հիմնել է Հայկ Ազմեսյանը, որը որ ի սկզբանե պատկանում էր Երևանի քաղաքորթին, հետո դարձավ Հայաստանի պետական փողային նվագախումբ, հիմա արդեն նորից կրկին ենթարկվում է Երևանի քաղաքապետարանին։ Ու քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց այդ 60-ամյակը։ Մենք ի սկզբանե մտածում էինք, լավ, մի ամբողջ դահլիճ մենք կկարողանանք հավաքել այդ երեկոյին, էլի։ Հոբելյանական երեկո է։ Եվ ի զարմանս մեր լցվել էր դահլիճը։ Ասեղ գցելու տեղ չկար։ Նույնիսկ Երևանի քաղաքապետի համար այնտեղ տեղը պահել ենք, որ գան նստի Ավինյանը։ Եկավ մարդիկ էին նստած այնտեղ, ասում չենք վեր կանա, մենք նստել ենք այստեղ, բան ինքը ստիպված գնաց կառավարական օթյակում նստեց, պարտերում պետք է նստեր։ Այդպիսի մթնոլորտ էր դահլիճում, ես հասկացա, որ չէ, գոնե Մալխաս ասում էր մի պազես ենք մնացել։ Ես հասկացա, որ գոնե մի համերգային դահլիճ մնացել է։ Եվ դա քիչ չէ։ Այդ մի համերգային դահլիճը իրոք կարող է կրկին հեղափոխություն անել Երևանում, լավ իմաստով Երևանյան հեղափոխություն եւ այո, եւ Երևանը վերադարձնել այն տարիներին, երբ որ Երևանը Երևան էր։ Շատ բաներ արվում է, ես չեմ կարող ժխտել, որ չի արվում, շատ բաներ մանավանդ մշակութային առումով Երևանում այսօր եռում է Երևանը մշակութային առումով, ասենք օր չկա, որ մի միջոցառում չլինի եւ նույնիսկ զուգահեռ միջոցառումներ։ Չնայած դա վատ է, որ ասենք նույն տարբեր դահլիճներում, ասենք հոբելյանական միջոցառումները միասին են անցնում, միտեղ մեկ են, ժամանակին այդպիսի բաներ չկար, այն հայամերիկ գոյություններ, որը կոորդինացնում էր այդ ամենը նախորոք, որպեսզի չհամընկնի, որ մարդիկ հնարավորություն ունենան եւ այստեղ գնան եւ այնտեղ գնան։ Հիմա այդ կոորդինացումը չկա, կոորդինացնող այդ կենտրոնը չկա ցավոք սրտի, որովհետեւ հայամերիկը եթե լիներ, ինքը էլի կշարունակեր իր գործունեությունը, բայց չկա արդեն երկար տարիներ։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա գոյություն ունի, բայց ցավոք միայն այնց անունով գոյություն ունի, որը կազմակերպում է որը էլի ուրախալի դպրոցականի ֆիլհարմոնիան։ Դե այսօր դպրոցականների համար այդ գեղագիտական դաստիարակությունը անչափ կարևոր է։ Մենք պետք է դպրոցի մանկապարտեզից պետք է դաստիարակվեն երեխաները, նույնիսկ ասում են, որ դեռ չծնված մոր արգանդում պետք է արդեն լավ երաժշտություն լսեն։ Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզի դաստիարակությանը, գիտեք ինչ, ես երեխան պետք է մանկական երգեր երգի, երեխան պետք է մանկական բանաստեղծություններ կարդա։ Հա, թող լինի հայկական դրանք, մերը լինեն, բայց լինեն մանկական։ Այսօր այնքան քիչ երգեր կան երեխաների համար գրված։ Համացանցը բացում ես, երեխան ինչ-որ տրիկատա, չգիտեմ, բան դրա տակ թորնիկս դրանց տակ է մեծանում։ Ինչի, եթե կարելի է լինել հայկական այդ ամեն ինչի։ Ինչի հայկական մուլտեր չեն ստեղծվում, ինչի պետքա տաղանդավոր երեխաները, որոնք որ այստեղ արդեն իրենց դրսևորել են որպես մուլտիպլիկատորներ, որպես անիմատորներ, իմ հենց եղբոր աղջկա վրա եմ ուզում օրինակ բերել, այդ աղջիկը իր հերոսներին էր ստեղծել այստեղ, դպրոցական դեռ տարիքում ինքը զբաղվում էր դրանով, ստեղծել էր իր հերոսներին, կոմիքսների նույնիսկ ժողոված ու հրապարակվեց, գնաց Մոսկվա սովորելու, գնաց օտարի համար աշխատելու եւ սովորելու։ Այն դեպքում, որ մենք ունեցել ենք հրաշալի մուլտիպլիկացիա այստեղ, մենք ունեցել ենք Լև Ատամանով, մենք ունեցել ենք Վալենտին Պատպամոգով, բոլորը ռուսական ազգանուններ են, բայց բոլորը հայ են։ Լև Ատամանյանն էր, Վալենտին Պատպամոգն էլ ինքը կիսա հայ, կիսա ռուս էր, բայց իրեն միշտ հայ է համարել եւ ծառայել է ամբողջ կյանքը Հայաստանին եւ մասնավորապես Երևան քաղաքին եւ հայկական կինոյին։ Շատ ենք ունեցել։ Ռոբերտ Սահակյանց ենք ունեցել հետագայում, ով շարունակեց այդ գործը։ Այսօր չկա, ցավոք սրտի դա էլ չկա, դա էլ վերացավ, արդեն տարիներ շարունակ վերացել է մեզանում դա։ Եվ մեր երեխաները ստիպված են այստեղից գնալ Ամերիկա կամ գնալ Ռուսաստան, որպեսզի սովորեն, ռեալիզացնեն այսօր
մեր Մոնիկային ուշադրություն են նույնիսկ դարձել երրորդ կուրսում է սովորում Սայոզ մուլտֆիլմի տնօրենը նույնիսկ։ Տեսել է իր աշխատանքները, ցուցահանդեսին առաջին մրցանակն է վերցրել։ Հա, բան չեմ ասում, պատիվ է Հայաստանի համար, որ հայ զավակը այդպես է ներկայանում դրսում։ Բայց դա մեզ համար չի արդեն, դա զուտ անունն է հայ։ Քիչ առաջ ատելությունից էիք խոսում, որ այդքան հիմա գեներացվում է, ես նկատել եմ, որ հարևան երկրում չնայած որ իրենք տարան հաղթանակ, այդ միջակայտամարտում այսպես գոնե մտածենք, շարունակում է ատելության գեներացումը այնտեղ ու սարսափելի չափերի է հասնում, եթե նայենք կոմենտները համացանցում, եթե լսենք իրենց ելույթները, ատելություն կա նաև այստեղ։ Այդ ատելության գեներացումը երկու երկրներում ձեր կարծիքով ինչի կարող է հանգեցնել։ Դա չի վախեցնում։ Ընդհանրապես այդ ատելությունը, որ գոյություն ունի մեր կյանքում, դա միայն կործանիչ երևույթ է, ասեմ, որ երբեք չեմ խրախուսել այն պահը, նույն ասենք, ընտրությունների ժամանակ լինի կամ ինչ-որ ընդդիմություն, իշխանություն, այդ երկխոսությունների, երբ որ այդ ամենը անցնում է վիրավորանքի։ Դա սարսափելի է։ Սարսափելի է, երբ որ կանգնում է մանավանդ եթերում, երբ որ մանավանդ ուղիղ եթերում, ասենք, նիստերի ժամանակ կամ ջուր նույն ասենք այդ քաղաքական դիսկուսիաների ժամանակ, որ լինում է հեռուստատեսության բան, մարդիկ չգիտեմ ինչի չարացել են ընդհանրապես, այդ վերջինը կարող եմ ասել, այս 3 տասնամյակի ընթացքում, ես չեմ ուզում ասեմ այսօր միայն 3 տասնամյակի ընթացքում դե իրավիճակը, հա, բոլորը միմյանց վրա են գցում, բոլորը գցում են, դու ես մեղավոր, դու ես մեղավոր, դու ես, դու են ես, դու թուրք ես, դու հայ ես, դու ես, չի կարելի։ Թշնամանք է բերում միմյանց նկատմամբ։ Իսկ մենք ունենք այսօր արտաքին թշնամի, կարելի է ասել, որ այսօր մեր առջև կանգնած է։ Եվ երբ որ մենք ունենք ներքին թշնամի, այդ դեպքում ավելի մենք պարտության կգնանք։ Ընդհանրապես խոսելով հաղթանակի մասին, անտարբերության մասին, անտարբերությունն էլ է բերում պարտության շատ հաճախ։ Մի օրինակ բերեմ, մի անգամ ասել եմ, այս վերջերս միջալոց երևի դիմ ասելուց հետո խոսք գնաց, որ այդ ամեն ինչը պետք է շտկվի։ Մեր հաղթանակի զբոսայգին։ Հաղթանակի զբոսայգի, որը որ մասնավոր զբոսայգի է, պետությանը չի պատկանում արդեն երկար տարիներ, եւ մտնում ես մեջ ամեն ինչ կա, բան այնտեղ չգիտեմ, դինոզավրներ, բաներ, տարբեր բաներ, ատրակցիոններ, այդ ամեն ինչը բնական է, այդ ամեն ինչը գումարով եւ այլն։ Բայց երբ որ մոտենում ես հաղթանակի զբոսայգում, ցախից եւ աչից գրված է հաղթանակ։ Ես մոտիկից գնացի նայեցի հայերեն գրած հաղթանակին, նախ այդ ղտարի պոչը կոտրված վիճակում, երկրորդ այդ ամեն ինչը ինչ որ բարակ փայտի ֆաներայի վրա է արված, բազում է եւ շատ կոպիտ ներկված։ Լավ 21-րդ դարում ենք։ Հաղթանակի զբոսայգու մուտքը կարելի է ձևավորել գոնե։ Մասնավոր դեմքեր է գնել եք այդ այգին։ Մենակ փող շինելով չի ախր։ Դա դեմքն է ձեր այդ ամեն ինչը։ Նույն բանն է, այդ պրոֆեսոր օդանավակայանը միջնեց եւ օդանավակայանի քո դուռը կամ կահերանում մոտենաց Սասունի Դավիթի թուրը կոտրված լինի, ասենք թե։ Դա նույն բանն է։ Միթե չի կարելի նորմալ լույսերով գեղեցիկ գրել։ Ես մի անգամ ասել էի, ես մի քանի օր առաջ լսեցի, որ քաղաքապետարանը ինչ որ ուշացրել է եւ վերանորոգման է կանգնելու հաղթանակի զբոսայգին, երևի կապված արդեն մայիսյան այս տոների հետ 80-ամյակի հետ հաղթանակի։ Հուսանք գոնե կարգի կբերու։ Այդ անտարբերությունն է նման բաների, որ չարիք է բերում։ Հետո էլ ասում են վիրավորում եք մեզ, չենք վիրավորում, զգուշացնում ենք։ Ուզում ենք որ սրտացավ լինեք ընդհանրապես քաղաքի նկատմամբ, ձեր նկատմամբ, ձեր երեխաների նկատմամբ։ Ախր դուք որ այդպես եք, ձեր երեխաներն էլ են տեսնում եւ այդպեսին կմեծանան։ Դուք ապագայի հետ եք խաղում։ Անտարբերություն երկրի նկատմամբ։ Այո։ Ուզում եի նաեւ հայկական այսօրվա արվեստի գործերից խոսեինք, օրինակ տաղանդավոր գործը սովորաբար եւ դիպում է մարդու մտքին եւ հոգուն, ես ամենայն դեպս այդպես եմ զգում, կա ինչ որ հայկական գործ ստեղծված վերջին տարիներին արվեստի գործ նկատի ունեմ, որ իրոք ձեզ հուզել է եւ ինչ որ բան է ասել։ Լինի դա ֆիլմ, լինի ներկայացում, որևէ գործ։ Հասկանում եմ։
Շատ հավանեցի ֆիլմերից, որովհետև վերջերս էկրաններ դուրս եկավ Մեդալի հակառակ կողմը ֆիլմը, նվիրված Նազիկ Ավդալյանին, շատ հուզիչ ֆիլմ էր, շատ լավ ֆիլմ էր, գերագույն հաճույք ստացանք եւ այսօր այդ ֆիլմը ամբողջ աշխարհով արդեն ցուցադրվում է տարբեր տեղեր, որը ինձ շատ ուրախացրեց երիտասարդ դերակատար եւ ռեժիսոր, պրոդյուսեր Աննան Մաքսիմ, որը այսօր ինքն է հենց ներկայացնում ֆիլմեր տանում է, վերջերս Հոլանդիայում էր, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, տարբեր տեղեր ցուցադրվում է, արդեն փառատոներում է ցուցադրվում, մեծ հաճույք ստացա դրանից։ Ներկայացումներից մի փոքր դժվարանում եմ ներկայացումներից ասել, քանի որ մի քիչ եմ նայել այս վերջերս, հա ժամանակ չի եղել, որպեսզի գնամ։ Մրցանակաբաշխություններ են անցկացվում, ես միշտ մասնակցում եմ օրինակ Ոսկե Ծիրան մրցանակաբաշխությանը, որը միշտ հպարտությամբ եմ մասնակցում եւ հետաքրքիր գործեր կան հայկական։ Հայկական գործեր լինում են, հա, հետաքրքիր գործեր, բայց ես ավելի շեշտը դնում եմ իհարկե արտասահմանյան ֆիլմերը, որտեղ հայկականը առանց այդ էլ այստեղ կնայենք, ոնց էլ լինի, բայց արտասահմանյանները միշտ չի հաջողվի դիտել։ Լինում է, որ շատ անհետաքրքիր ֆիլմեր են, ասենք, ցուցադրվում, բայց լինում են, որ իրոք շատ հետաքրքիր ֆիլմեր են, ես չգիտեմ, Օսկարին միշտ հետևում եմ, ասենք, թե, բայց այս տարի դժգոհ եմ Օսկարից ընդհանուր առմամբ ամեն ինչով այն մանկարտակը չէր այդ ֆիլմ։ Մի խոսքով մեր հայկականը շատ քիչ է ցավոք սրտի, էլի այդ նույն պատճառն է երևի, որ պետական աջակցությունը քիչ է։ Պարոն Քոչարյան, այդ դուք հետաքրքիր հանդիպումներով, հետաքրքիր մարդկանցով լի կյանք եք ունեցել, ուզում մի քանի դեպք պատմեք, այդ հանդիպումներից մի քանի պատմություն պատմեք։ Գիտեմ, որ Ազնավուրի հետ եք հանդիպել, որքան հիշում եմ։ Մի երկու հանդիպում պատմեք, որոնք Ազնավուրի հետ ասեմ ձեզ ինչ հետաքրքիր է եղել, ուրեմն Ազնավուրը դա 89 թվականն էր, նույնիսկ ամսաթիվն եմ հիշում, մայիսի 5-ը։ Մարզամերգային համալիրում տեղեր ունենում բարեգործական համերգ աղետի գոտու, Յոկուտ աղետի գոտու, որին պետք է մասնակցեր Ազնավուրը։ Համերգը գնում էր, մեր լավագույն ուժերն էին բոլոր մասնակցում, Բարեպետական, Չեքիջյանի, Ագախումբը, Տաղարանը, մի խոսքով բոլոր այն ուժերը, որոնք միշտ մասնակցել են, ասենք, պետական կառավարական համերգներին։ Ես վարում էի այդ համերգը եւ հանկարծ ասեցին Ազնավուրը եկավ։ Հայտարարիր։ Հիմա ես դուրս եմ եկել բեմ, այն երեխայի պես ոտքերս դողում է։ Ես Ազնավուրին հիմա բեմից պետք է հայտարարեմ։ Հայտարարեցի ու ինքը նույնիսկ այդ իր բաճկոն էլ չէր, կիսաբաճկոն էր ինչ-որ մորթիով, նույնիսկ դա չէր հանել իր վրայից այդ պահին։ Օթանավից մի անգամից եկել էր մարզամերգային համալիր ու տենց դուրս եկավ բեմ, այդտեղ բեմում նոր հանեց այդ ամենը։ Եվ լավ հիշում եմ, ինքը կանգնեց եւ հայտարարեց, ասեց դուք սպասում եք, որ ես հիմա պետք է երգեմ։ Ես չեմ երգի, ասեց։ Ես չեմ երգի Հայաստանում այնքան, մինչև չվերականգնվի աղետի գոտին։ Ընթերցեց իր պահանջը, իր դիմումը Գորբաչովին այն ժամանակ բեմից, որ դիմում էր Գորբաչովին, որպեսզի այն ժամանակ Ղարաբաղ կոմիտեն ձերբակալված էր, որպեսզի ազատ արձակի Ղարաբաղ կոմիտեին, որպեսզի լուրջ զբաղվի աղետի գոտիով, ընթերցեց իր այդ դիմումը, շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին եւ դուրս եկավ բեմից այդքան բան։ Ընդհանրապես հետո իհարկե մոտեցանք, արդեն լուսանկարվեցինք իշատակի հետ, արդեն շփվում ենք իր հետ, շատ հետաքրքիր անձնավորություններ են։ Գիտեք, լինում են, չէ, հայերեն չեմ անում, ոնց է պլյուշևի միշկի, ռուսերեն որ ասում։ Ոնց է այդ պլյուշևի այդ փափուկ խաղալիքներից լիներ, ինքս ուզում էի բռներ, այսպես գրկեին, այդ վիճակներն հայում էին։ Ինքան ջերմություն կար իր մեջ այդ ամենի մեջ։ Հետո արդեն անցավ ժամանակ եւ առաջին համերգը որ տվեց, իհարկե աղետի գոտին այն ժամանակ վերականգնված չէր, բայց ինչ որ բաներ արված էր, ամեն դեպքում եկավ այստեղ օպերայի շենքում համերգ տալու եւ պարզապես անհնար էր ընկնել այդ համերգին, քանի որ Տոմսիգինը $100 էր էլի բարեգործական համերգեր ինքը եւ ուղիղ հեռարձակվում էր Euronews-ով համերգային ժամանակ հենց օպերայի բակը։ Եվ ես չկարողացա
մտնել ներս, բայց սպասեցի, երբ որ երկրորդ բաժինը պետք է սկսվեր, ամբողջ դահլիճը լեփլեցուն էր դեպուտատներով, բանով, այդ նման մարդիկ էին նստած հիմնականում, դրանք դուրս էին եկել դե որպեսի ծխեն, ներս մտնելուց ոչ ոք չէր ստուգում արդեն։ Ու հանգիստ մտա ներս երկրորդ բաժնին։ Մտա ներս, բայց դա դահլիճում նստելու տեղ չկար, չէի իմանում որտեղ նստեի, գնացի կուլիսներ օգտվելով առիթից, որտեղ ճանաչում են, ինձ բոլորը այնտեղ այդքան աշխատել եմ օպերայում։ Գնացի կուլիսներ եւ ամբողջ երկրորդ բաժինը ես կուլիսներում կանգնած նայում էի, լսում էի Շարլին, ու ամեն երկից հետո ինքը գալիս էր իմ կողքը կանգնում էր, քրտինքը մաքրում էր, ջուրը խմում էր եւ նորից դուրս էր գալիս։ Այդ խոհանոցը երբ որ դիտում էր ավելի հետաքրքիր էր, քան թե դահլիճից նստած ինչ որ վայել էր միայն։ Իսկ ֆենոմենը ինչու՞ էր, ինչպես կարողացավ ամբողջ աշխարհը գրավել իր երգով, փոքր ձայնով, բայց շատ դրամատիկ երգերով, հետաքրքիր արվեստով իր։ Իսկ կարծում եմ հայկական արուններ իր ֆենոմեն առաջին հերթին։ Ինձ մոտ էլ այդպեսի միտք եղել, դրա համար հարցնում եմ ձեզ։ Չգիտեմ, իրոք նա ամբողջ աշխարհը նվաճեց, բայց համենայն դեպս ես միշտ ասել եմ, որ նույնիսկ իր մահով նա ամբողջ աշխարհին ապացուցեց, որ ինքը հայ է եւ աշխարհում գոյություն ունի Հայաստան։ Նույնիսկ այդ հուղարկավորության, այդ արարողությունը, որ տեղի ունեցավ այնտեղ նայում էր, հասկանում էր, որ այս մարդը իր մահով, իր հրաժեշտով նույնիսկ ապացուցեց, որ ինքը հայ է։ Եվ երկրագնդի վրա կա Հայաստան։ Մի հարց էլ ուզում ձեզ տալ, այ որ Հայաստանը այսօր կա, ձեր կարծիքով ինչի շնորհիվ է հայերի բնավորության ինչ-որ հատկանիշների, թե մեր բախտը բերել է այնուամենայնիվ ինչ-ինչ իրավիճակներում, որտեղ շատերն ասում են, որ պատմական այն իրադարձությունները, որոնք եղել են Հայաստանի պատմության մեջ, պետք է ավելի վատ բաների հանգեցնեին։ Ձեր կարծիքով մենք մինչև այսօր կանք եւ թեև դժվարությունները շատ են, բայց կենսասիրությունը եւ պայքարելու կամքը կարծում եմ։ Ես կարծում եմ, այո, պայքարելու կամքը, առաջինը պայքարելու կամքի շնորհիվ է, իհարկե պատմությունը ցույց է տալիս, որ դարեր ի վեր հայերի մեջ եղել են շատ դավաճաններ, որոնք փորձել են խանգարել, բայց չի ստացվել ամեն դեպքում խանգարել, բայց հայը պայքարող ազգ է ընդհանրապես եւ միշտ պայքարել է իր երկրի համար եւ հասել է։ Ես հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ որ Հայաստանը մեծանալու է ավելի, Հայաստանը վերադարձնելու է ոչ միայն Արցախը, այլ նաև վերադարձնելու է մեր արևմտյան Հայաստանը, մեր արևմտյան Հայաստանը գալու է այդ օրը, եւ ես համոզված եմ, որ մենք տեսնելու ենք այդ օրը։ Լավ, հուսանք, որ այդպես կլինի։ Ես այդքան լավատես չեմ, բայց ասում է լավը ասա, լավը ուզի, որովհետեւ լավ խոսքը հասնում է երկինք։ Պարոն Քոչարյան, ուզում եմ ձեզ մի քանի անձնական հարցեր տալ։ Այսօր շատ են խոսում, չէ՞, ոդքասթներ կան, հոգեբաններ կան, որոնք խոսում են անձնական կյանքից, տղամարդ-կին հարաբերություններից։ Ձեր կարծիքով, որպես այդ հարաբերությունները ստացվեն եւ երկար ժամանակ ընթանան, ինչ է պետք։ Միայն սերը բավական է, թե ոչ։ Սերը այնքան կարևոր չէ, այստեղ ինչքան հարգանքը միմյանց նկատմամբ։ Դու պետք է դիմացինիդ գնահատես, հարգես նրան, թեև ու թիկունք լինես առաջին հերթին։ Այդ ժամանակ սերն էլ ամեն տեղում կլինի, ամեն ինչն էլ տեղում կլինի, առանց դրա հնարավոր չէ։ Ես իմ կյանքում երկու կին ունեմ, այսինքն առաջին կինս լուսահոգի մահացել է, հիմա երկրորդ կնոջս հետ եմ։ Մեր ընտանիքներում միշտ եղել է առաջինը հարգանքը, հետո նոր սերը։ Եվ այդպես էլ դաստիարակել ենք մեր երեխաներին։ Ձեր խորհուրդը այդպեսին է, այսինքն լինի հարգանք։ Այո, հարգանք։ Հարգանք միմյանց նկատմամբ ամենակարևորը։ Եթե դու կնոջը չհարգես, սերումն է պետք։ Մի անգամ ես հիշում եմ ընկերս էր պատմում, ասում է, ինչ որ սիրարված էր մի աղջիկը, ասում է ինքն էլ ինչ որ ուրիշ ընկերներ է այդ աղջիկը։ Մի անգամ այս աղջիկը եկել ասել է, գիտես ինչ, ես քեզ հարգում եմ, բայց չեմ սիրում, բայց նրան սիրում եմ, բայց չեմ հարգում։ Բայց ընտրությունը արեց նրա կողմը, ասում է, ինչ չընտրեց։ Ում որ հարգում էր։ Ում որ չէ, ում որ սիրում էր։ Ում որ սիրում էր, բայց չէր հարգում։ Կամ երկուսը միասին միաժամանակ պետք է լինի։ Երկուսը միասին, իհարկե, երկուսը միասին պետք է լինի։ Միայն այդպես։ Այսօր նույն ձևի գնում եմ երեխաների ընտանիքներում, երեքն էլ ամուսնացած են, երեք աղջիկ։
Մեկը ճիշտ է, հեռու է մեզանից, Միացյալ Նահանգներում է բնակվում, երկուսը այստեղ են, բայց բոլորի ընտանիքներում էլ այդ եւ սերը կա, եւ հարգանքը կա, եւ գնահատել կա մեկը մյուսին։ Իսկ այսօր դուք հայ կանանց ինչ կցանկանայիք այս միամսյա կասվածով նկատի ունեմ։ Դե ինչ պետքա ցանկանաց հայ կնոջը, առաջին հերթին իհարկե երջանկություն, առողջություն, սակայն ես միշտ ասում եմ, ես միշտ ցանկանում եմ, որպեսզի ձեր աչքերին լինեն արտասուքներ, բայց այդ արտասուքները լինեն միմիայն երջանկության եւ ուրախության արտասուքներ, երբեք տխրության արտասուքներ չլինեն։ Շատ տեսանք այդ ամեն ինչը։ Վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ տալու։ Խնդրեմ, համեցեք։ Եթե ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Երևի ճանաչողական ինչ-որ ֆիլմ կլիներ, քանի որ ամբողջ կյանքս անցել է նման բաների մեջով։ Հնարավորություն եք մեկին վերակենդանացնելու։ Ում կվերակենդանացնեիք։ Օй, մեկին, շատ շատերին։ Շատ բարդ հարց է դա։ Լավ, մի խոսքով ասեմ, կվերակենդանացնեի Երևանը։ Դրանով եւ կվերակենդանացնեի շատ շատերին։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ եղել եմ Արցախում, շատ հուզիչ հարց տվեցիք, այն օր երբ որ պետք է արդեն վերջնական հանձնեին 20 թվականի նոյեմբերի 12-ներ, 13-ներ, չէ, 12-ներ, 13-ներ, հիմա հաստատ 13-ը կարծեմ եմ չեմ սխալվում։ Իմ գերներից մեկը Արման Անտոնյան համացանցում այն ժամանակավարականու անդամ էր, համացանցում գրեց ժողովուրդ ուզում եմ գնամ դադիվանքով ա գալիս ուխտագնացության։ Նույնիսկ դեռ չէինք արթնացել, դեռ պարկած էինք անկողնում, կինս կարդաց ասեց գնանք, ասի գնանք։ Զանգեցի Արմանին եւ երկու մեքենայով ես կինս եւ միջնակ աղջիկս երեքով ու Արմանը իր մեքենայով ընկանք ճանապարհ։ Հասանք արդեն Սոտկի խաչմերուկը եւ հանկարծ տեսանք որ թույլ չեն տալիս որպեսզի ուղիղ գնանք, ասում են պետք է սարերով գնանք։ Ու սարերով բարձրացանք սարերով, բայց բարձրացանք ամենավերևի հատվածը մի խցանում անհնար է առաջ գնալ։ Ներքևից արդեն Դադիվան գյուղը երևում է այդ գետի վրա էինք։ Մոտ 6 ժամ մնացինք այնտեղ, պատկերացրեք, վերևում։ Մարդիկ այնտեղից մեքենաներով գալիս էին հետ, անասուններով, այսիմ տեխնիկայով, ամեն ինչով գալիս էին հետ։ Մենք կանգնած էինք։ Վերջը որոշեցինք արդեն տեսանք մութը ընկնում է, ասենք սեր աստծո, ավելի լավ է վերադառնանք հետ, արդեն հնարավոր չի։ Շուր եկանք հետ, արդեն մութը ընկել էր, ճանապարհին տեսանք մեր զինվորների խումբեր կանգնած այնտեղ խարույկի մոտ դուրս եկանք, զրուցեցինք, ինչ ունեինք, չունեինք, տվեցինք իրենց մեքենայում, ասենք դե մենք գնում ենք արդեն չենք բանալու։ Հասանք Սոտկի խաչմերուկը, տեսանք ճանապարհը բաց է արդեն։ Դա մոտարապես արդեն 8-ի կողմերն էր երեկոյան, բայց արդեն մութ էր։ Կապվեցի Արմանն հետ, ասի Արման շուր ենք գալիս, ճանապարհը բաց է։ Ասեց գնացինք։ Ու երկու մեքենայով գնացինք ուրեմն։ Դատարկ ճանապարհը, ոչ ոք չկա, մեր երկու մեքենան է գնում դեպի Արցախ։ Գնացինք ուրեմն հասանք արդեն Դադիվանք, մտանք ներս, տեսանք Տեր-Հովհաննեսը այնտեղ կնունք է անցկացնում, Մոնթե անունով մի հատ երեխայի կնունք էր անցկացնում։ Վայելեցինք, տխրեցինք իհարկե բան, բայց այնտեղ Տեր-Հովհաննեսը ասեց լավ է լինելու, չվախենակ, ամեն ինչ լավ է լինելու, շատ շուտով բանով։ Դե այդ հույսերը տվեց, մոտ մի ժամից ավել մնացինք այնտեղ, երբ որ վերադառնում ենք, եկել տեսնամ մեքենաները հետ են, դեպի Արցախ են գնում սա բոլոր մեքենաները, իսուր են գնում, Աստված իմ, մնացել է ընդամենը 3 ժամ, որ պետք է սահմանից մենք դուրս գանք արդեն, էլի, արդեն հանձնելու են։ Հետո որ արդեն համացանցը եղավ, նայեցի համացանցով, տեսա որ մի շաբաթով ավելացրել են, երկարացրել են, դեն հանգիստ տենց դուրս եկանք գնացինք, բայց շատ տխուր տեսարաններ, ամեն ինչ այրվում էր այնտեղ ճանապարհին, ամեն ինչը նկարահանեցի ես, մի հատ փոքր ֆիլմ պատրաստեցի ուխտագնացություն, համացանցում կա այդ ֆիլմը, մի խոսքով վերջին այցելությունս դա եղել, բայց միջ այդ շատ եմ եղել այնտեղ։ Նույն Արմանի հետ մենք այնտեղ անցկացրեցինք Արցախի գավաթը հեծանվային սպորտի, ինքը ֆեդերացիայի նախագահն է, սիրողական հեծանվային սպորտի, այնտեղ անցկացրեցինք Արցախի գավաթ, շատ 3 օր մնացինք այնտեղ,
Կոմիտաս Քարյակի հետ եմ եղել Արցախում, այնտեղ Շուշիում եղանք մշակույթի նախարարությունը Շուշիում երկնացինք ընդունելություն կազմակերպեցին մեզ այնտեղ շատ եմ եղել։ Առաջին անգամ եղել եմ, երբ որ տասնամյակն էին նշում Արցախի անկախության 2001 թվականն էր։ Լուսահոգի Լևոն Հայրապետյանը այն ժամանակ կազմակերպել էր Վանք գյուղում մեծ տոնակատարություն եւ Հայաստանում երևի շոու բիզնեսից մարդ չէր մնացել Հայաստանի տարածքում, բոլորը այնտեղ էին, ես էլ վարում էի այդ միջոցառումը։ Ցանցողոր էր իհարկե այդ օրը, որ բոլորը հավաքված էին այնտեղ, տոնախմբություն էր իսկական։ Ինչ ասել ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Գեղեցկությունը էլ։ Ինձ թվում է ազգություն չպետք է ունենա գեղեցկությունը։ Մարդկանց նկատի չունեմ ընդհանուր հասկացությունը։ Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Հա ձեզ համար համընդհանուր է։ Ինձ համար համընդհանուր է գեղեցկությունը։ Հայկական ձևով գեղեցկություն։ Երևի ազգային մշակույթը պետք է առաջին հերթին հաշվի առնել, եթե մենք կարողանանք ազգային մշակույթը ժամանակակից աչքերով ներկայացնել աշխարհին, ես կարծում եմ, որ մենք բավական գեղեցիկ մշակույթ ունենք դարերից եկող, ինչի չենք կարողանում անել ցավոք սրտի էլի այսօր։ Այսօր համացանցը բացում ես, ասենք մեր անվանի կոմպոզիտորներից, ասենք նույն Ալեքսանդր Աջեմյանը ընդհանրենք տալիս է։ Տպում ես Ալեքսանդր Աջեմյան, ասենք մի քանի հատ երգ է բերում ընդհանրապես եւ ոչ մի նորմալ ինֆորմացիա, ոչ մի նորմալ լուսանկար, ոչ մի բան չկա։ Համարում եմ, որ մենք պետք է մշակութային կայք ունենանք, առանձին կայք, որտեղ բաժիններով ներկայացված է մեր դասական երաժշտությունը, մեր էստրադան, մեր, ասենք, կրկեսայինը, կրկեսը Լեոնիդ Տենգիբարյանի 90-ամյակն էր վերջերս։ Ոչ ոք չհիշեց այդ մասին։ Ես հիմա հաղորդում եմ պատրաստում, շուտով համացանցում լինելու է շատ արխիվային նյութեր ունեմ, որտեղև Կարլ Խաչվանքյանն է խոսում եւ Վարդուհի Վարդերիսյան, խոսքով շատ ովքեր այսօր չկան։ Եվ այսօր էլի նկարաններ եմ արել։ Ոչ ոք չհիշեց այդ մասին։ Կրկես առայժմ չունենք, բայց ինչպես Սոսը Պետրոսյանն խոստովանեց, ասեց աշնանը բացվելու է կրկեսը, դա Աստված, որովհետեւ դա երեխաների համար շատ կարևոր է կրկես այցելելը։ Դա եւ մշակույթ է, եւ արվեստ է, եւ միևնույն ժամանակ զվարճալիք է իրենց համար։ Մենք մեծացել ենք կրկեսում։ Ես մեծացել եմ Լեոնիդ Տենգիբարյան տեսնելով, Ստեփան Իսահակյան տեսնելով եւ շատ մեր հայկական կոլեկտիվը տեսնելով։ Այսօր ունենք շատ շնորհալի երեխաներ այդ բնակավարում են։ Այսօր ունենք հրաշալի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ, էլի քաղաքապետարանը ստեղծեց, որը փայլուն սիմֆոնիկ նվագախումբ է, որը այսօր արդեն շուտով աշխարհի տարբեր երկրներում հյուրախաղերով մասնակցելու է, արդեն ինչ-որ տուրնեներ է կազմակերպում։ Շատ բնակավարներ ունենք, մշակութային բնակավար։ Ես կարծում եմ, որ ապագան մեր երկրի այսօրվա երեխաների ձեռքում է։ Ես չգիտեմ շատ նոր ծնված երեխաներ, ասենք իմ թոռնիկները, ինչ մասնագիտություն են ունենալու, ոչ ոք չի կարող ասել, որովհետև ինչ որ աննախադեպ մասնագիտություններ կարող է ծնվել, միջև իրենք մեծանան, ու հաստատ դա լինելու է։ Ասենք ով կմտածեր, որ ինչ որ երեխան IT-շնիկ է լինելու։ Այսօրվա լեզվով ասած։ Շատ մասնագիտություններ կարող են պահանջված չլինեն, այդ դրան է իհարկե շատ։ Այս արհեստական բանականությունը սպանելու է շատ։ Ոլորտը գրավել է շատ ոլորտներ իսկապես։ Իսկ օտարերկրացիոն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Հայաստան երկիր դրախտավայր։ 3 բառով։ Շնորհակալ եմ Անչափ։ Հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։